Բարի հայր, հուսով եմ լավ եք։ Այսօր ես էլ մի քիչ ուզում եմ ձեր տրամադրությանը ավելացնեմ պահեր ու նորություններ ոմանց համար, որոնք պետք կգան ձեզ ձեր կյանքի ընթացքում։ Ինչ եմ կարդում, հարցեր մեկը տալի։ Նախ առաջինը, որ ռուսա-թուրքական տենց խառը բառապաշար չօգտագործեմ, որովհետև մենք բոլորս էլ համարյա մանկությունից այս մեր շրջապատներում տենց խոսակցական է, որ խառն են բառերը, անգամ շատ բառեր էլ չգիտենք ոնց է հայկականը։ Երկրորդն էլ, որ գլխումս եղած բոլոր մտքերը բան չմոռանամ։ Էտա պատճառը, որ կարդում եմ։ Համել այդ կամը բառարբար տարարտարը անգիր անել դժվար է։ Իմ ունեցած կրթությանը, որ տենց համեմատենք։ Այսօր ուզում եմ մի քիչ պատմեմ էնտուզիազմի մասին ու ինչ օգուտներ դրանից կարաք ունենաք։ Երկրորդը սեփական նախաձեռնության մասին ու նորից դրանից բխող օգուտներից։ Ու շատ ուրախ եմ, որ ձեր հետ գոնե այս ֆորմատով կարում եմ հələ որ շփվեմ, կարող է մի 2 ամսից հնարավորություն լինի ուղիղ եթերով կապի դուրս գամ։ Ավելի հետաքրքիր կլինի շփումը, որովհետև շատ-շատերի հետ մենք շուտվանից ծանոթ ենք, բարեկամ ենք, հարազատ ենք ու տասնյակ տարիներով չենք տեսել իրար շփվել։ Ասում են, որ գիտելիքը ուժ է։ Նա ճիշտ է, բայց մասամբ, որտեվ գիտելիքը ավելի ուժեղ է դառնում, երբ մենք գործածում ենք մեր կոնկրետ նպատակին հասնելու համար։ Ու էնտուզիազմը ամենակարևոր գործիքներից մեկն է առաջին հերթին, ու առանց էնտուզիազմի ասած խոսքերը հաճախ կարան ձանձրույթ առաջացնեն։ Հավանաբար գիտեք դա, եթե նկատել եք բեմի վրա այդ ելույթ ունեցողը ինչ տպավորություն է հանդիսատեսի մոտ ստեղծում, երբ որ առանց էնտուզիազմի է ելույթ ունենում։ Նաև դասախոսներ էլ կան, որոնք կարում են ժամերով անդադար ելույթ ունենան, սակայն հետո լսողները չեն կարող հիշեն ինչի մասին էր այդ դասախոսությունը։ Ու փաստում են, որ իրանց ուշադրությունը կենտրոնացած է դասախոսի վրա։ Իսկ հիմա թույլ տվեք բացատրել, թե ինչ մեծ ազդեցություն է թողնում էնտուզիազմը նրանց վրա, ովքեր առնչվում են դրա հետ։ Ենթադրենք, որ դուք չգիտեք, որ ձեր ուղեղը ու մնացած բոլորինը իրանից ենթադրում է ինչպես ընդունիչ, այնպես էլ հաղորդիչ։ Ու հավանաբար նկատել եք, որ էնտուզիազմը շատ վարակիչ է։ Միանգամից կլանում է նրանց ուշադրությունը, ովքեր բախվում են դրա հետ ու ստիպում է նրանց էլ գործել նույն ձևով։ Ասենք, եթե գործարանի աշխատակիցներից մեկին արտոնություն տաք, ազատություն, այն մեկը, ով լիքն է էնտուզիազմով, նրա էնտուզիազմը կփոխանցվի հարյուրավորների ու ոչ մի նշանակություն չունի այդ էնտուզիազմը դրական է թե ոչ, կառուցվածքային է թե ոչ։ Ու եթե աշխատակիցները աշխատավարձի կամ պաշտոնի բարձրացում են պահանջում ձեզնից, ընտրեք նրանց, ովքեր կարողանում են արտահայտվել էնտուզիազմով։ Էնտուզիազմը ավելի քան անհրաժեշտ հատկանիշ է առաջնորդության համար։ Օրինակ, լավ փաստաբանները նրանք չեն, ովքեր օրենքները լավ գիտեն, այլ նրանք են, ովքեր իրանց ճիշտ լինելու հավատի,
ու էնտուզիազմի օգնությամբ կարողանում են համոզել դատավորներին։ Դուք երբ նոր մարդու հետ եք ծանոթանում, շատ հրաշալի հնարավորություն ունեք ցույց տալ ձեզ լավ կողմից։ Հանդիպելիս, երբ սեղմում եք դիմացինի ձեռքը, հնարավորություն ունեք լավ տպավորություն թողնել այդ ձեռք սեղմումով, երբ էնտուզիազմով կատարեք։ Իսկ հիմա կարճ դասընթացի նման բան վաճառքների մասով, որը կհիշեք ձեր կյանքում։ Երբ ծանոթանում եք մեկի հետ, ում վրա ցանկանում եք տպավորություն թողնել, լինի դա անծանոթ կամ արդեն ում հետ որ հանդիպել եք մեկը, արեք հետևյալը։ Առաջինը աշխատացրեք ձեր էնտուզիազմը ու ձենը ձեր փոխեք, նենց որ դիմացինը զգա, որ ուրախ եք իրան տեսնել։ Հետո, երբ սեղմում եք ձեռքը, ամուր պահեք մի պահ ու թեթևակի սեղմեք ամեն ասած բառի ժամանակ։ Օրինակ, ասենք ոնց եք, ձեր գործերը ոնց են, ուրախ եմ ծանոթանալու եւ այլն։ Ամեն բառ արտահայտելիս ավելի թափահարեք թեթևակի ու սեղմեք։ Հետո, երբ խոսակցություն եք սկսում, այդ խոսակցությունը տարեք ձեր այդ խոսացողին հետաքրքրող թեմաներով ու պահեք խոսակցությունը հարցեր տալով, որոնք ավելի կկենտրոնացնեն խոսակցի վրա։ Արդեն հետո, երբ պատրաստ լինեք պատմել ձեր հետաքրքրությունները կամ ձեր բիզնեսի մասին, արդեն պատրաստ կլինեն մեծ ուշադրությամբ լսել։ Ես երկար տարիներ սովորել եմ վաճառքի հմտությունները։ Առաջինը խոսեք էնտուզիազմով։ Հետո երկրորդը սովորեք հնարավոր այդ գնորդին վաճառեք առաջինը ձեզ։ Այսինքն դուր գաք վաճառողին առաջինը։ Հետո միայն տարբեր բաներ վաճառեք։ Ու միշտ իմացեք, որ լավագույն տարբերակը դիմացինին ձեզ վաճառելը, դա նրան հենց իրեն վաճառելն է։ Այս խորհուրդը շատ կարևոր է։ Հիմա ասենք բժիշկը երբ էնտուզիազմով է մտնում հիվանդասենյակ, ավելի մեծ օգուտ կարա տա, քան ցանկացած դեղ, որ կարող է նշանակել։ Կամ նկատել եք, որ ավելի լավ եք սովորել այն ուսուցիչների մոտ, որոնք էնտուզիազմով են իրենց գործը արել։ Հիմա մի բան պատմեմ էնտուզիազմի ազդեցության մասին։ Ես զգացել եմ, որ այն ազդում է ոչ միայն շրջապատի այդ շրջակա շրջապատի վրա, այլ նաև նրանց, ովքեր մտածում ու գործում են էնտուզիազմով։ Էնտուզիազմը շատ դրական մտածողության դրսևորում է։ Օրինակ բժիշկները վաղուց գիտեն, որ դրական մտքերը իրապես նպաստում են ամուր առողջությանը։ Ես կարծում եմ, որ էնտուզիազմով արտահայտվելու լավագույն միջոցը, ասենք ամեն օր մի 10 րոպե հնարավորինս էնտուզիազմով արտահայտելով բարձր կարդալն է։ Ու շուտով կզարմանաք, թե ոնց է այն բարելավել ձեր բանավոր խոսքի հմտությունը։ Ես նաև խորհուրդ կտայի էնտուզիազմ դրսևորել բարեկամների ու գործընկերների հետ շփվելիս։ Այս սովորությունը հայտնի կդարձնի ձեզ հարազատների շրջանում ու կարող եք վայելել դրա բոլոր առավելությունները։ Բավականաչափ ցանկություն կունենաք այս հատկանիշը զարգացնելու, որպեսզի այն բնական ու անկաշկանդ լինի։ Եթե ցանկանում եք հետևել խորհրդին օրական 10 րոպե կարդալ, ապա ես խորհուրդ եմ տալիս ցուցակ գրել 10 թեմաներով, որոնք ամենաշատն են հետաքրքրում ձեզ, ու օգտագործեք դա գրքեր ընտրելիս էլ։ Շատ ավելի հաճելի կլինի էնտուզիազմով կարդալ հետաքրքրող թեմաների մասին։ Ու եթե նախորդ օգտակար խորհուրդներից ոչ մեկը չեք ընտրել, մի պատմություն պատմեմ, որը հնարավոր է կառաջացնի հետաքրքիր մտքեր։ Երբ ինչ-որ մեկը համակրելի է ձեզ, կամ դուք նրան, ապա էնտուզիազմ արտահայտելու կարիք էլ չկա, քանի որ սիրո կամ համակրանքի շարժառիթը հաստատ կդրդի դրան ձեզ։ Հիշեք, որ էնտուզիազմ արտահայտելը հեշտ է, երբ կա ինչ-որ մղում կամ շարժառիթ։ Առանց շարժառիթ չկա էնտուզիազմ։
Հիշեք նաև, որ աշխարհը կառավարող 3 հիմնական շարժառույթներն են՝ սերը, հարաբերությունները ու ֆինանսական եկամուտը։ Ու այս 3-ի միառժամանակյա արկայությունը մի մարդու մոտ կարող է սովորական մարդուն հանճար դարձնել։ Ու կխնդրեմ ձեր բոլոր գործերը արեք էնտուզիազմով ու կտեսնեք, թե ինչքան լավն եք դառնում ու ինչ ուժ կտա ձեր խոսքերին։ Հիմա սեփական նախաձեռնության մասին մի քանի բան։ Սեփական նախաձեռնությունը նույնպես շարժառույթ է, որը գործի է գցում այն ինչի մասին երազում եք ու բերում է նպատակները ձեր նյութական կամ ֆինանսական դաշտ։ Եթե դուք ցանկանում եք միջինից բարձր հաջողության հասնել, ապա պետք է սեփական նախաձեռնություն դրսևորեք, քանի որ հաջողությունը այն է, ինչին պետք է ինքնուրույն հասնեք, առանց կողմնակի ցուցումների։ Հիմա ինչ ու ոնց անել։ Հաջողության փիլիսոփայության գիտությունը այնպիսի հզոր նշանաբան ունի, որ անպայման ցանկանում եմ իմանալ։ Ուրեմն երկու տեսակի մարդիկ կան, որ ոչնչի չեն հասնում իրենց կյանքի ընթացքում։ Ուրեմն ոմանք դրանցից չեն կարող կատարել հրահանգները, ոմանք էլ դրանից բացի ոչինչ չեն կարողանում։ Այս միտքը ակնհայտ է, խոսքը գնում է նրա մասին, երբ մարդը ինչ-որ արժեքավոր բանի է հասնում, կարողանում է սեփական նախաձեռնություն դրսևորել, որտեղ առանց լրացուցիչ հրահանգների եւ ոգեշնչման է դա պետք անել։ Մարդիկ էլ ովքեր հաջողակի համբավ ունեն, իրենք են ընտրել իրենց գործունեության ոլորտը եւ գործել են իրենց սեփական նախաձեռնությամբ։ Եվ նրանք, ովքեր ամենաարագն են առաջ գալի, անկախ թե որտեղից են սկսել, հայտնվում են առջևում։ Շատ օրինակներ կան։ Իսկ իմը ինչը հիմա անում եմ, զբաղմունք է, բայց որը թույլ կտա գտնել միլիոնավոր հայերի իրենց սեփական տեղը։ Սեփական նախաձեռնությունը օգնում է ընկերական կապեր ստեղծել ու շփումներ, որոնք կարող են օգնել ցանկացած պահի։ Իսկ հիմա ցանկանում եմ տալ նկարագիրը այն մարդու կարևոր հատկանիշների մասին, ով բավարար սեփական նախաձեռնություն ունի իր ընտրած գործունեության ոլորտում։ Առաջնորդության հասնելու համար մարդ, ով սովորություն ունի սեփական նախաձեռնություն դրսևորելու, ունի հստակ գլխավոր նպատակ ու դրան հասնելու նախագիծ։ Եվ նա գիտակցական կապ է ստեղծում նրանց հետ, ովքեր կօգնեն նպատակին հասնելու ճանապարհին։ Նա ունի հաղթելու համար բավականին համառություն եւ ցանկություն, որոնք կօգնեն շարունակել գործել դժվարին պահերին նաեւ։ Նա կարողանում է ժամանակին որոշումներ կայացնել, երբ ձեռքի տակ ունի բոլոր անհրաժեշտ փաստերը։ Նա անում է ավելին, քան այն աշխատանքը, որի համար վճարում են, հաճելի եւ դրական մոտեցմամբ։ Նա ամբողջական պատասխանատվություն է վերցնում իր գործունեության համար, նույնիսկ այն ժամանակ, երբ գործերը բարեհաջող ունով չեն ընթանում։ Նա կարողանում է ընդունել բարյացակամ քննադատությունը առանց վիրավորանքի զգացողության ու սովորել դրանց վրա։ Նա գիտի հիմնական շարժառիթները, որոնք դրդում են մարդկանց գործել եւ երբեք չի խնդրում անել իր համար։ Նա երբեք ինչ-որ հարցում կարծիք չի արտահայտում, քանի որ այդ հարցը մանրամասը չի ուսումնասիրել ու պատրաստ չի բացատրել, թե ոնց է եկել այդ կարծիքին։ Նա շատ լսելու սովորություն ունի ու խոսում է այն ժամանակ, երբ իր խոսքերը կարող են դրական կողմից աշխատել իր ու մյուսների համար։ Նա կարողանում է նկատել փոքր դետալներ եւ մանրամասը տիրապետում է իր գործին։ Նա երբեք ոչ ոքի չի ասում ինչ անել, առանց բացատրելու, թե ինչի համար է դա պետք, եւ դա իրականացնելու հեշտ տարբերակը։
ճիշտ ու հեշտ։ Նա մեկ հարցի վրա կենտրոնանալու սովորություն ունի։ Նա միշտ դրական մտածողությամբ է շփվում ուրիշների հետ։ Ու տված հարցին պատասխանում է ուղիղ, նույնիսկ եթե ստիպված լինի խոստովանել, որ չգիտի պատասխանը։ Նա երբեք վաղվա վրա չի թողում այն, ինչ պետք է անել նախորդ օրերին, քանի որ նա գիտի, որ գործերը ետ գցելը անհաջողության պատճառներից է։ Եթե վերնշյալները համապատասխանում են ձեզ, ապա դուք ձեր գործի առաջնորդն եք։ Երբ ցանկանաք մտածել, որքան անձնական նախաձեռնություն կարող եք դրսևորել, հիշեք, որ ձեր հաջողությունը կամ անհաջողությունը կախված է ձեր աշխատավայրում կատարած ձեր գործողություններից։ Ու ոչ ոք չի ասելու ձեզ ինչ անել կամ ինչ չանել։ Դուք ինքներդ պետք է որոշում կայացնեք ու հետևեք ձեր սեփական նախաձեռնությամբ։ Եթե դուք վարձու աշխատող եք, ապա պետք է որոշում ընդունեք բարձրանալ մասնագիտական աստիճանով, սեփական նախաձեռնությամբ եւ ձեր գործի մեջ հմտանալով։ Հիշեք, որ ձեր առաջխաղացումը ամբողջությամբ ձեր ձեռքում է։ Ես նախորդ հանդիպումներին ձեզ տվել եմ քայլերի հերթականությունը, որը պետք է նախաձեռնեք ձեր ցանկալի բարձունքներին հասնելու համար։ Ու հիմա ուզում եմ ներկայացնել 8 սկզբունքների տեսությունը, որը նախկինում քննարկել ենք։ Առաջինը դա նպատակի հստակեցումն էր։ Հիմա արդեն պետք է իմանաք ինչ եք ցանկանում ու պետք է ունենաք նախագիծ դրան հասնելու համար։ Եվ ահա ձեր կյանքի ամենակարևոր հանգամանքները։ Պետք է գործեք ձեր սեփական նախաձեռնությամբ, քանի որ ուրիշը չի կարող ասել դուք ինչ պետք է ցանկանաք։ Երկրորդը հանճարեղ գիտակցական գաղափարի սկզբունքն է։ Եթե դուք մինչև հիմա ընկերական կապեր չեք ստեղծել մարդկանց հետ, ովքեր կարող են օգնել ձեզ, դուք պետք է սեփական նախաձեռնություն դրսևորեք եւ ստեղծեք նման կապեր։ Երրորդը անել ավելին, քան սովորաբար։ Դա պարտադիր է, եթե ցանկանում եք լինել ավելին, քան միջին կարգավիճակը։ Չորրորդը հավատ ձեր գործողություններում։ Այդ սկզբունքը ձեզ անհրաժեշտ է եւ ուժ կտա ձեր գլխավոր ու ոչ միայն նպատակներին հասնելու համար։ Հինգերորդը հաճելի անձի կերպարը, որը անգնահատելի կապիտալ է եւ այն պետք է ձեռք բերել նույնպես սեփական նախաձեռնությամբ։ 6-ը ինքնակարգապահություն։ Սրան նույնպես պետք է հասնել սեփական նախաձեռնությամբ։ 7-ը դրական մտածողություն, որը համարվում է կյանքի ամենամեծ հարստությունը, դա նույնպես պետք է սեփական նախաձեռնությամբ դրսևորել ու դրա բարիքը ստանալ։ 8-ը էնտուզիազմ, դա մտքի կարգավիճակ է, որին ինքներդ կարող եք հասնել սեփական նախաձեռնությամբ։ Ինչպես տեսնում եք, սեփական նախաձեռնությունը այս սկզբունքներից յուրաքանչյուրի մաս է կազմում։ Հիշեք, որ երկու տեսակի մարդիկ կան, որոնք ոչինչ չեն հասնում։ Ոմանք չեն կարող կատարել հանձնարարությունները, իսկ մյուսներն էլ դրանից բացի ոչինչ չեն կարողանում։ Ու հիմա ուզում եմ հրաժեշտ տալ ձեզ մինչև հաջորդ հանդիպումը։ Մյուս անգամ կուզենայի ձեր հետ կիսվել ինչպես դաս քաղել անհաջողություններից ու ոնց ունենալ ստեղծագործ միտք։ Այսօր այսքանն էի ուզում ձեզ փոխանցել ու հաջողություն ձեզ մաղթել ձեր ընտրած ոլորտում ավելի բարձրանալու համար։ Շատ եմ ուրախ, որ կարում եմ ձեր հետ գոնե այս ֆորմատով շփվել։ Ինձ թվում է ինձ ճանաչողները հաստատ այս իմ ձայնագրությունները կփոխանցեն իրենց երեխեքին էլ, ովքեր արդեն բարձր դասարաններում են գտնվում։ Ու այս գիտելիքները հավատացեք, որ շատ պետք կգան, որովհետև շատ ժամանակ դուք էլ ժամանակ չեք ունենում կիսվել ձեր
պատանիների հետ։ Մի խոսքով հաջողություն եմ ձեզ ցանկանում, ձեզ լավոր եմ ցանկանում, հանգստություն եմ ցանկանում, ու ամենալավը, որը որ կկարանայի ցանկանայի ինձ, նույնը ձեզ եմ ցանկանում։